Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության տարեկան զեկույցի շրջանակում ձեզ մի քիչ այլ բնույթի հարց եմ ուզում հնչել։ Sense գալիս գնում գալիս։ Գրանցվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Տենց ինչ որ բան ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երկը։ Sense դից մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս, հա։ Ես նաև մեզ հետևող հանրությանը չեմ կարա գրանցվեն, գալիս են իրանց Ես մեզ հետևող հանրությանը էլ տեղեկացնեմ, որ падգամավորները երբ որ չեն գրանցվում, աշխատավարձից այդ նիստի համար զրկվում են եւ իր հարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից եւ զրկվում են։ Այո, իհարկե։ Շնորհակալություն։ Դե ճիշտ են ամ, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք։ Համեցեք Տիկին Ղազար։ Շնորհակալ եմ։ Ժամանակը վերականգնեք։ Պարոն վարչապետ, Անդիմության միության ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես, եկեք գրանցվեք, գնացեք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում, գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Տիկին Ղազար, հա պատասխանես պարոն վարչապետը ձեր հարցին։ Ուրեմն խնդրեմ Համեցեք կներեք Տիկին Ղազար։ Շնորհակալ եմ։ Ոգեշնչված եմ ուղղակի ընդդիմության։ Մեծարգո վարչապետ, ես իմ հարցած մի փոքր այլ բնույթի է, երևի չեմ չափազանցնի, որ նշեմ այն բացառիկ առաջնորդներից եք, ով ամենօրյա ռեժիմով շփվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Կարելի է ասել, մեզանից շատ դուք եք ճանաչացում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ապրող քաղաքացիների ցանկությունները, հնարավորությունները, պահանջները եւ այլն, եւ ես համատեքստում ձեր մարզային հարցերից, ձեր եւ մեր մարզային հարցերից եմ ուզում ձեզ հարց ուղղել, ինչքանով է ձեր զգացողությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչքանով շոշափելի զգում է խաղաղության ազդեցությունը այս պահին, եւ այս համատեքստում նաեւ մեկ այլ հարց է ծնվում իմ մեջ, որը ուզում եմ էլի ձեզ որպես ձեր զգայական այսպես բնույթից հարցնել, արդյոք այս ամենը տեսնելով այսքան ձեռքբերումները, որոնք որ դուք երեք զեկույցի ընթացքում էլ նույնիսկ ձեզ հատկացված ժամանակի ընթացքում ժամանակից էլ անցնելով ներկայացրեցիք եւ ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունը ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացին հակված կլինի ընտրակաշառքով ընտրությունների գնալու, քանի որ ընտրակաշառք առաջարկում են հիմնականում այն ուժերը, որոնք իրապես չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Գիտեք, ես կարծում եմ, որ խաղաղությունը ամենակարևորը եւ դա հետաքրքիր զգացողություն էր, որ մենք թիմով ճամփորդելիս այդ արձանագրումը արեցինք, որ խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում, այն նյարդը, այն լարվածությունը, այդ ինչ որ լիցք կա, լիցքը, որը մենք միշտ անդադ զգացել էինք, ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները նաեւ ինտուիտիվ հասկանում են, նաեւ ես երեք այդ նրբության մասին չխոսեցի, որ նույն առողջության ապահովագրության համակարգը, նույն կենսաթոշակների ավելացումը եւ այլը ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված է նաեւ խաղաղության հետ, որովհետեւ եթե օրինակ խաղաղության նկատմամբ չկա վստահություն եւ կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, դժվար կլինի այդքան շատ միջոցներ միանգամից ուղղել սոցիալական ուղղություններով, որովհետեւ միշտ էլ կմտածես, որ դնենք մի կողմ ինչ որ մի բան կարա այն չլինի եւ այդ իրավիճակներում օգտագործելու համար, որովհետեւ դուք գիտեք, որ ցանկացած էսկալացիա ինքը ծախսերը եւ չնախատեսված ծախսերը մեծացնում է եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տվել, որ հանդարտության պայմաններում մենք ասենք լավ, այս ուղղությամբ նա խաղաղությունն է բերել հնարավորություն տնտեսական աճի։ Այսինքն որպեսզի մենք կանխատեսվածից ավել տնտեսական աճ ունենանք, կանխատեսվածից սպասվածից ավել
զբոսաշրջիկներ ունենանք, սպասվածից ավել քաղաքացիներ ունենանք, որովհետև այդ քաղաքացիների հոսքը տնտեսական ակտիվություն է, չէ՞ բերում, դրա արդյունքում նաև բյուջետային եկամուտների աճ ունենանք եւ այդ պահին, երբ որ մտածում ենք, բայց բյուջետային եկամուտների այս հնարավորությունը ոնց օգտագործենք, էսկալացիայի պայմաններում ամենայն հարգանքով սոցիալական եւ էսկալացիոն ռիսկի լարվածության պայմաններով ամենայն հարգանքով առաջի միտքը այն չի, որ այս ծախսը պետքա ուղղել սոցիալական ուղղություններով։ Մտածում ես, որ էսկալացիայից բխող ծախսեր է պետք անել կամ պահել, որպեսզի անհրաժեշտ, բայց երբ որ գիտես, որ էսկալացիա չի լինելու, երբ որ գիտես, որ խաղաղություն հաստատված է, շատ հանգիստ, շատ հանդարտ այդ ծախսերը, այդ գումարները ուղղում ենք սոցիալական ծախսերի։ Այո, այս ընթացքում եւս մեկ ընդդիմադիր գործընկեր եկավ գրանցվեց գնաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Այսինքն ես գիտեք ինչ, իմ կարծիքով քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան մենք նույնիսկ սպասում էինք։ Ես ընդհանրապես 2018 թվականից հետո ընտրակաշառքի ինստիտուտը Հայաստանում չի աշխատել եւ չի աշխատելու։ Ինչի ձեզ թվում է 2021 թվին ընտրակաշառք չի բաժանվել, քրեական գործեր են հարուցվել, մարդիկ են դատվել, դատապարտվել եւ այլն, այդ թվում խորհրդան անցած ընդդիմությունների ներկայացուցիչների, չկա այդ դարաշրջանը անցել է վաղուց։ Համեցեք արձագանք։ Շնորհակալ եմ շատ եւ եւս ուզում եմ իմ կողմից հաստատվել, որ իրապես զգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին խաղաղությունը, քանի որ մարզային այցերի ընթացքում գոնե ես ֆիքսել եմ կենսաթոշակառուների մոտ թոշակից խոսելուց գոնե 2 կենսաթոշակառու, եթե չեմ սխալվում, հենց Սյունիքի մարզից փաստեցին, երբ թոշակներից էր խոսվում, որ բարձրանալու են, ասաց կարևորը թոշակը չի կարևորը այն խաղաղությունը, որ արդեն կա, ինչի համար շնորհակալ ենք։ Այո, համաձայն եմ եւ այդ նախադասությունը մենք բազմիցս ենք լսել, երբ որ քաղաքացիների հետ զրույցներում մենք այդ հետևություններին ենք արել, ես անդադ մեջբերում եմ, հիմա էլ կմեջբերի, բայց ժամանակ կգտնի, որ գտնեմ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացու եւ իմ միջև տեղի ունեցած, որ ինձ համար շատ մեծ եւ դարակազմիկ նշանակություն ունեցող խոսակցություն է, երբ որ քաղաքացին մոտենում է ինձ, ասում է, որ գիտեք, ես բազմաթիվ հարցեր ունեմ, ես էլ ասում եմ, որ հարցերը արդյունավետ լինեն, եկեք այդ բազմաթիվները դնենք, ձեր ամենակարևոր հարցի մասին խոսեք, եւ քաղաքացին ասում է ամենակարևորը խաղաղություն եմ ուզում։ Այսինքն բազմաթիվ սոցիալ տնտեսական խնդիրների ինքն էլ աշխատող ըստ ամենայնի ոչ շատ մեծ եկամուտներով աշխատող մարդ էր, բայց ասեց ամենակարևորը խաղաղություն եմ ուզում, ես էլ ասացի մենք ունենք արդեն խաղաղություն։ Շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար, Զարուհի Բաթուրյան հաջորդ հարցը մրամից։ Շնորհակալ եմ, մեծարգո պարոն վարչապետ, իմ հարցը նախորդի շարունակությունն է, այս զրույցը կարծես շարունակում ենք։ Մենք իսկապես սոցիալական ոլորտում ծրագրերի իրականացման հարցում կարծում եմ, որ մենք զգուշավորություն ենք ցուցաբերել նախորդ տարիների ընթացքում, իհարկե օբյեկտիվ պատճառներով, ինչպես արդեն նշեցիք, բայց հենց որ մենք դրա հնարավորություն ունեցել ենք, մենք միանգամից այդ ծախսերը ուղղել ենք հատկապես խոցելի խմբերին։ Եվ նաև առողջության ապահովագրությունը ցույց տվեց, որ հատկապես ծառայություններն են փոխում մարդկանց կյանքը, այսինքն ֆինանսական աջակցությունը իհարկե կարևոր է, բայց եթե երկրում չկան համապատասխան ծառայություններ, դրանք չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության ու բարեկեցության վրա, եւ քանի որ մենք իրապես արդեն ոչ էսկալացիայի, ոչ կոնֆլիկտի այս խնդիրները չունենք եւ խաղաղության նոր դարաշրջան ենք սկսում, ուզում եմ հաջորդ կառավարության ծրագրի մասին այսպես հարց ուղղել, արդյոք կարող ենք ակնկալել, որ արդեն նոր ծրագիրը սոցիալական իմաստով շատ ավելի հավակնոտ կարող է լինել, որովհետև ձեր նաև նշած բոլոր խնդիրները եւ նաև մենք բոլորս ենք դա զգում, հիմնականում իհարկե կոնֆլիկտի հետ կապված խնդիրը մենք չեզոքացրել ենք։ Ինչ եք կարծում, այս իմաստով մենք մի փոքր ավելի հավակնոտ կարող ենք լինել, թե ոչ սոցիալական ծրագրերի համար։ Տիկին Բաթոյան, անկեղծ ասած, ես չգիտեմ զգուշավորություն ասելով ինչ նկատի ունեք, բայց
այդ մտքի հետ եւ ենթատեքստի հետ չի համաձայնվի, որովհետեւ երեք ես նշեցի 2018 թվականից հետո մենք ինչ ենք արել, նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, ասենք հասկանում եք, վերցնել ու ինչ որ մի բան կրկնապատկել, դա ինչ ծախս է, երկրորդը նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն սպառողական զամբյուղին, երրորդը ետվճարի համակարգն ենք ներդրել, հաջորդը երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում աջակցության ծրագիրն ենք ներդրել, հաջորդը մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագիրն ենք վերափոխել, նախ բազային նպաստը ավելացրել ենք, նախկինում այդ նպաստը ստանում էին միայն աշխատող եւ ծննդյան արձակուրդում գտնվող մայրերը, մենք կարգավորը փոխեցինք եւ արեցինք, որ այնպես, որ բոլոր մայրերը այդ նպաստը ստանում են։ Սրան գումարած գյուղական բնակավայրերի, բնակիչ աշխատող մայրերի համար այդ նպաստը ավելի քան կրկնապատկեցինք։ Սոցիալական բնույթի ես երեք նշեցի, մենք բնակարանային ոլորտում մենք 320 միլիարդ դրամ գումար ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այլն եւ այսպես շարունակ, այսինքն ես օրինակ անկեղծ ասեմ, մի հատ եկեք հետ նայենք, ել ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Այսինքն ինչ պետք է անենք։ Ես որ անկեղծ հիմա հետահայաց նայենք, ասենք, այս մի բանն էլ պիտի անենք, առողջապահության ոլորտում փուլ եկել ենք էլի որովհետև այդ կարգի համակարգերը ներդնելիս մենք պետք է լավ հասկանանք ինչ մենք խոսում ենք աշխատավարձների կրկնապատկման, եռապատկման, քառապատկման մասին, բայց մենք հասկանում ենք, չէ՞, դա բյուջեի համար ինչ ծախսեր են ենթադրում։ Ես նկատի ունեմ, եկեք նայենք, դուք արձագանքի մեջ ասեց, օրինակ նախորդող շրջանում ինչ պետք է անեինք, որ չենք արել։ Եվ ես կարծում եմ, որ մենք պլանը կատարել ենք լիարժեք, այնտեղ մեր խնդիրը կապված նվազագույն աշխատավարձի հետ, բայց նվազագույն աշխատավարձի հետ մեր հարաբերությունը ինչ է ցույց տալիս, որ նվազագույն աշխատավարձի փոփոխությունը մեծ հաշվով բան չի փոխում, որովհետև հիմնարկները կամ մարդկանց դարձնում են կես դրույք, եթե իրանք հակված չեն այդ աշխատավարձերը վճարելու, եւ դա մեծ հաշվով իսկ մնացած հատվածով, ասենք պետական կառավարման համակարգում, բանում հանրակրթության ոլորտում ատեստավորման այդ հարցը լուծված է, մնացած ոլորտներում ուղղակի կամ անուղղակի այդ հարցը լուծված է։ Ես նկատի ունեմ, ինչ պետք է անեինք ուրիշ, որ չենք արել սոցիալական համընդհանուր ապահովության ոլորտում։ Կան գուցե թիրախային որոշակի խմբեր, որոնց հետ կապված հիմա հաջորդիվ շրջանում մենք մեծ խնդրեմ ունենք վթարային շենքերի հետ կապված հանրապետությունում, բայց դա ինչ որ առումով սոցիալական ծրագիր է, բայց ինչ որ առումով մենք չենք կարող ուղղակի սոցիալական 100% տրամաբանությամբ մոտենալ այդ հարցին, դա նաև տնտեսական զարգացման եւ ներդրումային հնարավորություններ է, որտեղ կառավարությունը կմասնակցի։ Ընդ որում ես վստահություն ունեմ, որ Երևանում մենք այդ մտածած բանաձևում 100%-ով կլուծենք հարցերը, լավ 90%-ով, մնացած տեղերում էլ որոշակի մեխանիզմների պատկերացումներ ունենք, որ վթարային շենքերի խնդիրները լուծվի։ Բայց մենք կներեք սոցիալական ոլորտում նախորդ 5 տարվա ընթացքում մենք կներենք կարող ենք ասենք, որ մենք չեմպիոն ենք, որովհետև մենք արել ենք ահռելի բան, որը շատ դժվար է նույնիսկ հետահայաց նայել ու հավատալ, որ այդ ամեն ինչը մենք արել